Ինչ կա երեխեք ջան, ինչ ունենք տնայիններից։ Նորմալ էր, հասկանալի էր ամեն ինչ։ Ինչը։ Այն նկարովը, որ պետքա հայ դլներ, հետո դուրս գար։ Դա արդեն բանը արել ենք, չէ երեխեք, որ մի անգամ ինքը բան էր անում։ Սա մի վայրկյան ռան անեի։ Երբ որ send message ենք անում, մի հատ էլ ստե div ունենք, որ իրանից կախված, այս քլիքից կախված, պետքա իրա կլասի հայդը դուրս գար իրա վրայից, ճիշտ է, այսինքն բլոկը դուրս գար, ստեղ այս hidden-ը ունեինք, ճիշտ է, ուրա, ID-ն hidden ենք տվել, ու ստե ասում ենք, որ իրա display-ը none-ը, այսինքն, երբ որ մենք քլիք ենք անում, այս JS ենք տանելու ֆայլերը բնականաբար, div ID-ն supreme է, ունենք մի հատ supreme է, ճիշտ է, այս div-ներ ու ընդհանուր կոնտենտի մեջ էր ինքը հաթաթված։ Այս կոնտենտի այս send message button-ը, Միլենա ջան, վերցրել ես JS-ում։ Ինչ ես արել այդ button-ի հետ, ուզում եմ հասկանամ, ինչ ես արել այդ button-ի հետ։ Button-ը վերցրել ես, հետո չէ, բայց այսքան կոդը ունեիր, չէ, նորից, դասը լսելուց, չգիտեմ, online այդ վիդեո տարբերակը լսելուց, այսքան կոդը նորից կարայիր գրեիր։ Հիմա այս կետից սկսած, այս հարցն եմ տալիս, այս div-ի մեջ, կա մի հատ button, ճիշտ է, այս button-ը մեզ պետքա, որ վերցնենք, այս button-ը, send message, հետո պիտի ասենք, որ այս button-ի վրա event listener կախենք, քլիքի ժամանակ տայինք, որ այս div-ը, այս div-ն է վերցնենք, այս hidden ID-ով div-ը վերցնենք, ու ասենք, որ քո այս քլիքի ժամանակ թող իրա display-ը, այս տեղ տվել ենք display-ը none, իրա display-ը պետքա սարքենք բլոկ, այսինքն վիզուալ աչքի համար, երբ որ մենք սխմենք send message-ի վրա, այս կողքում կհայտնվեր հետևյալը, այս none-ը կդառնար բլոկ, ուստե կհայտնվեր այս մյուսը, ճիշտ է, հետո այս send-ին արդեն քլիք կկախենք, բնականաբար կվերցնենք այս մյուսը, այս մյուս button-ը, այսինքն այս իրա div-ի մեջի, որ button 2 էր գրած ID-ն, իրա մեջի button-ը կվերցնենք, ու արդեն իրա քլիքի ժամանակ ուրիշ գործողություններ անելու։ Ուզում եմ հասկանամ, դու ժամանակային առումով չես հասցրել անես, թե ուղղակի չի ստացվել։ Բայց Միլենա ջան, տես, հիմա, չգիտեմ, ստե խառնվելու ինչ կա, սա գրել ենք, այսքանը քո մոտ ունես, թե արդեն ստեղից խառնված է։ Ունես, չէ, այսքանը, թե չունես, այսքանն է չունես գրված, ունես։ Հիմա style CSS-ն էլ այսքանն է, նույն որ վիդեոն նայում ես, այս ամեն ինչը կարաս սիրուն գրես, այսինքն պետքա կոդերը ուղղակի stop տաս, վերցնես կոդերը քո մոտ ինտեգրես, նորից եւս մի անգամ նայում ես դասը,
ու այս կլասներով, ID-ներով ինչը որ կազմակերպած է, այս ամեն ինչը սա անում ես։ Սիրուն գրում ես, ընդամենը օգտագործելու ես DOM-ի ֆունկցիաները, մեթոդները ու այդ էլեմենտները գտնես, HTML-ի մեջից էլեմենտները գտնես, այս բաթանը գտնես, իրանց վրա կախես կլիկ ու այդ կլիկից կախված կատարես փոփոխություն։ Իսկ բանում ինչ անունն է HTML-ում, եթե կարիքը լինի, ավելի ճիշտ կարիքը լինելու է, կոնտենտի մեջ գրես, ուրեմն մի հատ է table, որովհետև հիշում եմ, որ մի հատ է table պետք է լիներ։ Հետո այդ table-ն է հայտնվելու ու տենց շարունակ։ Անպայման մի հատ դասը կնայես նորից կգրես, ամենակարևորը գիտես ինչին ուշադրություն կդարձնես, բացվող, փակվող թեգերիդ, որպեսզի ինչ-որ մի բան դուրս չմնա։ Եթե ինչ-որ մի բան չի լինում ինչ-որ մի կետից, անընդհատ ստուգումներ դիր։ Հիմա այսքան դիվը հավաքել ես, ճիշտ է, այսքան դիվը որ հավաքում ես։ Կտոր ես անում այդ ամեն ինչը։ Ոչ թե դնում ես ընդհանուր HTML-ը հավաքում ես, հետո գնում ես բրաուզերում հասկանաս թե ինչ է ստացվել, այլ այսքան կտորը հավաքում ես, գնում ես բրաուզերում, հասկանում ես ինչ թերություններ ունես, արագ այդ թերությունները շտկում ես, որպեսզի հաջորդ դիվը անելուց թերություններդ ավելի շատ իրար մեջ չխճճվեն։ Այսինքն գոնե քո համար հասկանալի լինի, թե որ տողում է քո խնդիրը ու իմանաս, թե ինչն ես կարգավորելու։ Ինքը շատ ժամանակատար կարա լինի, ինչ-որ չգիտեմ, CSS-ական խաղեր տալու համար, այդ հեռավորությունները, անընդհատ փորձել, այս անել, այն անել, որտեղ մի ընդհանուր դաս, հիմա որ անենք, ընդհանուր պռավալ կգնա։ Դրա համար դասը կնայես, նորից կկանես այս ամեն ինչը։ Եթե ինչ-որ մի կետի վրա հասկանաս, որ չգիտեմ, այս button-ը կամ այս div-ը չես կարողանում main.js-ի մեջից վերցնես ու օգտագործես, այդ դեպքում արդեն իմ հետ կապ կհաստատես, իրար հետ կանենք, լավ։ Այսօրվա թեման երեխեք local storage-ն է, JSON parse, JSON stringify։ Մենք JSON parse, JSON stringify-ի հետ կապված ինչ-որ բաներ արել ենք, չէ, իմ հիշելով արել ենք, մենք խոսացել ենք դրա մասին, ու try catch ու error handling։ Ինչ են իրանք իրանցից ներկայացնում։ Վեբ հավելվածներում իրանք շատ են օգտագործվում, հատկապես Angular-ի հետ կապված, ուրեմն try catch-ը ու JSON parse, JSON stringify, local storage իրար հետ շատ փոխկապակցված բաներ են իրանք։ Ուրեմն, ինչ է իրանից ներկայացնում JSON-ը։ Ուրեմն JSON-ը, երեխեք, երբ որ ես մեծ ատառով գրում եմ JSON, հա, այս JSON-ը իրա կողը գրած է interface։ Այս JSON-ը տվյալների փոխանցման ֆորմատ է։ Իրանից ներկայացնում է ֆորմատ։ Ինքը հիմնականում տվյալները փոխանցելու, տվյալները back-ից դեպի ուրեմն front-end բերելու համար է, ու երբ որ այդ տվյալները մենք ստանում ենք, back-ից մենք ստանում ենք կամ օբյեկտի տեսքով, կամ զանգվածի տեսքով, որի մեջ կա օբյեկտ։ Ուրեմն սերվերը, որին մենք կպնում ենք, կարա մեզ ինֆորմացիան փոխանցի հետևյալ ձևով։ Օրինակ լինի մի հատ օբյեկտ ու գրված լինի։ Օրինակ name-ը լինի սենց ինչ-որ բան, հա, գրած լինի։ Մի հատ օբյեկտ, որի մեջ գրված լինի name, name-ի դիմաց գրված լինի բնականաբար ինչ-որ մի հատ name, այսինքն Գուրգեն, ասենք։ Ստորակետներով էր, ճիշտ է։ Ուրեմն հաջորդը լինի age ու սենց գրվում է ինքը։ Սենց ինչ-որ մի հատ ինֆորմացիա կարա փոխանցի, հա։ Ու գրած լինի city, ինչ-որ հաշվենք այսքանն է եկել, հա։ Կամ լավ, եկեք մի հատ է գրենք city
ու գրենք իր դիմացը Երևան։ Ուրեմն, երեխեք, կարա մեզ սերվերը ուղարկի հետևյալ նմանատիպ ինչ-որ մի հատ դատա։ Սա JSON string է, սա կոչվում է JSON string, բայց JavaScript-ում մեզ պետք է object, որպեսզի մենք այդ object-ի հետ գործողություն անենք։ JSON-ից դեպի object անելու համար օգտագործում ենք JSON.parse մեթոդը։ Օրինակ, եթե մենք ստացել ենք հետևյալը, let JSON ենք ստացել, որը որ հավասար է, ուրեմն չակեր, ձևավոր փակագծեր ա դրվում, իրա մեջ գրում ենք name, դիմացը, գրում ենք name-ը։ Name-ը Gurgen, ստորակետ, գրում ենք age, age-ը տալիս ենք 25, օրինակ ստացել ենք սենց ինչ-որ մի հատ բան, ոնց ենք մենք JSON parse-ը օգտագործելու, ասում ենք, սրանից մենք ստանալու ենք օբյեկտ, սա մեզ եկել է, ուրեմն JSON string-ը եկել, JSON string-ը եկել, ոնց ենք մենք ստանալու սրանից JSON-ից դեպի object ենք անցնելու, որովհետև JavaScript-ը մեզանից ուզում է, որ մենք իրան տանք object, որպեսզի ինքը իր հետ աշխատի։ Դա է, այդ ֆորմատով է ինքը աշխատում, երեխեք, ինքը object-ների հետ է աշխատում։ Դրա համար, այս մեր ստացվածից, քանի որ մենք իրան դրել ենք JSON-ի մեջ, այսինքն JSON փոփոխականին ենք վերագրել այս ամեն ինչը, ուրեմն, մենք գրում ենք, let obj, object ենք սարքելու, որը որ հավասար է, գրում ենք JSON, այս մեծատար JSON-ը, get parse, հակագից, ու տալիս ենք, այն ինչը որ ուզում ենք սարքենք object, ու սարքում ենք JSON-ը մեր, այս վերևի JSON-ը, JSON get parse-ը սարքում է object, այ հիմա ես արդեն կարամ console log անեմ իմ obj-ն ու կարամ console log անեմ իմ obj-ի get name-ը, իսկ այն մյուս ձևով չէի կարա վերցնել այդ ամեն ինչը։ Եկել է, սարքել է մի հատ object, արդեն object է սարքել։ Միատե JSON-ն անենք հասկանալու համար։ Տեսեք JSON-ը, երեխեք, հա, մեր իմացած object-ի, ուրեմն scope կեկն է, բայց ինքը object չի։ Երկրորդում մենք նոր ստանում ենք object, որը որ մենք կարող ենք տեսնենք, թե իր մեջ ինչ key-եր ու value-ներ են օգտագործած, իսկ իր prototype-ը object է։ Այսպիսի object-ը մեզ պետք, որպեսզի մենք տանք JavaScript-ին, որպեսզի ինքը կարողանա իր հետ գործողություններ կատարի։ Այսինքն մեզ ուղարկում է, հա, ուրեմն սերվերը կարա մեզ ուղարկի հետևյալ ձևով ինֆորմացիա է ուղարկում, մենք իրանից որպեսզի ստանանք object, ու այդ object-ը մենք օգտագործենք, դրա համար օգտագործում ենք JSON get parse, parse ենք անում այն ստացված, հա, այս ենք ստացել, այս JSON string-ն ենք ստացել, այս JSON string-ը JSON parse-ի միջոցով սարքում ենք object, ու կկարողանանք արդեն իր հետ, այսինքն մենք ինչ տեղի ունեցավ, հա, մենք JSON string-ից ստացանք JavaScript object։ Իսկ object-ից JSON ստանալու համար հակառակ գործընթացը հետևյալ ձևով ենք անում։ Տեսեք, երեխեք, այս ամեն ինչը ինչի համար է նախատեսված։ Երբ որ մենք ուզում ենք դեպի back ինֆորմացիա ուղարկենք, մենք իրան սարքում ենք JSON string։
Իսկ եթե մենք back-ից ենք ստանում, back-ից արդեն ստանում ենք JSON string-ը, պետք է մենք back-ից ստացած JSON string-ը սարքենք object, որպեսզի մենք վերցնենք իր հետ գործողություն անենք։ Բայց եթե անհրաժեշտությունը կա, որ մեր մոտ արդեն ստեղծված object-ը ուղարկենք back-end, որ այնտեղ գնա պահպանվի ինչ-որ միտեղ, մենք պետք է այդ object-ից սարքենք JSON։ Հակառակ գործընթացն է տեղի ունենում, այսինքն հակառակ գործընթացի համար պատասխանատու է JSON string-ի file-ը։ Օրինակ, եթե ես ունեմ մի հատ, հա, sense, չգիտեմ, let r եկեք գրենք, բայց ինքը լինի object։ Ինքը object է, որտեղ գրված է, որ name-ը, ուրեմն, չգիտեմ, ինչ-որ անուն է։ Հետո դրված է age, որը 22, սա մեր իմացած object-ն է, ճիշտ է։ Հիմա գրում եմ let JSON back, որը որ պետք է back ուղարկեմ։ Հիմա գրում եմ JSON, այս իմ իմացած մեծ JSON, JSON get string-ի file, հակագծերի մեջ, ասում եմ առավ։ Console log JSON back։ Ունենք հետևյալ օբյեկտը, եկեք մի հատ էլ այսի կոմենտ ենք, ուստը console log անենք RR-ն։ Հիմա, տարբերությունը հասկանալու համար, ունենք մի հատ օբյեկտ, որը որ բացում ենք, իրա prototype object է, ու իրա մեջ գրված է, քերն ու value-ները հստակ երևում է։ Մենք իրանից ստացել ենք դեպի back ուղարկվող ինֆորմացիա, որը ստացել ենք JSON get stringify-ի միջոցով։ Այսինքն հիշում ենք, ուրեմն, եթե մենք ունենք ինֆորմացիա, որը ստացել ենք back-ից ստանում ենք JSON string-ի ձևով, այսինքն հետևյալ ձևով ենք ստանում։ Սրանից մեր վերափոխումը դեպի object կատարվում է JSON parse-ի միջոցով, այս JSON parse հրամանի միջոցով, ու փակագծերի մեջ գրում ենք այն ինֆորմացիան, ինչը որ ստացել ենք, ու դրանից արդեն մենք քաղում ենք, վերցնում ենք object։ Իսկ եթե մենք ունենք արդեն իսկ մեր մոտ ստեղծված օբյեկտ, որի անհրաժեշտությունը կա, որ մենք ուղարկենք back-end-ում այս ինֆորմացիան պահենք, մենք իրան մի հատ սարքում ենք JSON string, այսինքն դա լինում է JSON get stringify մեթոդի միջոցով։ Նորից տալիս ենք մեր ունեցած օբյեկտը ու սարքում ենք JSON string։ Այս JSON string-ը մենք հանգիստ կարանք հետ ուղարկենք։ Պարզեր երեխեք, երկու ինֆորմացիայի ձև կա։ JSON string, որից որ մենք պետք է ստանանք օբյեկտ ու օգտագործենք մեր JavaScript-ում, եւ գոյություն ունի ուրեմն մի տարբերակ, որ մեր ունեցած օբյեկտից JavaScript-ում իմացած մեր այս հենց սովորական օբյեկտից մենք կարողանում ենք ստանալ JSON string։ Դրա համար պատասխանատու է JSON get stringify մեթոդը, որը վերցնելով մեր օբյեկտը սարքում է JSON string ու արդեն ինքը պատրաստ է, որպեսզի մենք իրան ուղարկենք back։ Ուրեմն, ինչ է իրանից ներկայացնում local storage-ը։ Local storage-ը երեխեք բրաուզերի մեջ փոքր database-ը։ Ինչ է իրանից ներկայացնում է database-ը։ Database-ը այս տվյալների բազա է, որտեղ մենք պահում ենք մեր ինֆորմացիան հետագայում դա վերցնելու օգտագործելու համար։ Երբ որ մենք ինչ-որ կայքում գրանցվում ենք կամ login ենք կլնում կամ sign up ենք լինում, երեխեք, այդ մեր ինֆորմացիաները ինչ-որ ռեգիստրացիա են կլնում, որպեսզի մեր տվյալները պահվի, ճիշտ է։ Մեր տվյալները գնում պահվում են database-ի մեջ։ Ու այդ տվյալները հետագայում checking լինելու դեպքում, թե արդյոք այդ մարդը արդեն գրանցված է, թե չէ, որն էլ հետո համակարգը քեզ թույլ է տալի դու մտնես տվյալ կայք, դա կատարվում է database-ի միջոցով, այսինքն քո գրած ինֆորմացիան գնում է back-ում մի հատ համեմատական է դրվում,
ու բերվում է, եթե այդ ամեն ինչը ճիշտ է ու դու գրանցված ես ու դու քո վերիֆիկացիան անցել ես, ինքը քեզ թույլ է տալիս, որպեսզի դու մտնես համակարգ։ Ուրեմն, մտնում ես համակարգ, բայց մեր համար, թեստելու համար, ուրեմն, որպեսզի մենք back-ից կախում չունենանք, այս պահին ինչ-որ մի բան թեստելու համար, մենք ունենք, ուրեմն, local storage գաղափարը։ Local storage-ը բրաուզերի մեջ մի հատ database-ի հատված է, փոքր database է։ Իրա ինֆորմացիան հնարավոր է պահել մոտավորապես 5-ից 10 մեգաբայթ ինֆորմացիա ինքը իրա մեջ կարող է պահի։ Իրա մեջի տվյալները, երեխեք, իրա մեջի տվյալները, ուրեմն, պահպանվում են նույնիսկ, եթե մենք մեր բրաուզերը փակենք, վերջնական փակենք, կամ refresh անենք page-ը, իրա մեջի ինֆորմացիան պահվում է։ Ուրեմն, երբ որ գալիս ենք network, ուրեմն local storage-ը, մի վայրկյան կներեք, local matrix, ուրեմն, կա local storage-ի մի հատ հատված, այստեղ տեսեք մենք, չգիտեմ, որ թվից երեխեք պահել ենք մի հատ value, ու այս value-ն մնացել է, ամեն անգամ մենք բացել, փակելուց, ինքը չի ջնջվել, իր ինֆորմացիան մնացել է։ Հիմա աստեղից ինֆորմացիան ջնջելու ձևերից մեկը այս մեկն է, clear եմ տալիս, ու արդեն ինչքան refresh անեմ, արդեն ինքը կորել է։ Գոյություն ունի local storage-ի հատված։ Եթե ես ուզում եմ local storage-ում ինչ-որ մի հատ ինֆորմացիա պահեմ, երեխեք, դա ծրագրային ձևով գրում եմ հետևյալ ձևով, ուրեմն, էսի եկեք կոմենտենք, եթե ես ուզում եմ ինչ-որ ինֆորմացիա պահեմ local storage-ում, ոնց եմ գրում, ուրեմն, գրվածքի հետևյալ ձևը, local storage, get, set item-ը, երեխեք, պահելու համար է ինֆորմացիան, հակագծերի մեջ գրում եմ n, ինչը որ ուզում եմ պահեմ, առաջի պարամետրը գրում եմ k-ը, գրվում է չակերտներով ու գրվում է name։ Կներեք, ուրեմն, երկրորդ պարամետրը գրվում է value, արժեքը։ Գրում եմ, ուրեմն, local storage get set item հակագծերի մեջ գրում ենք k-ը ու value, երկու պարամետր է ինքը մեզանից սպասում։ Հիմա եթե ես գնամ, ուրեմն, edge-ս refresh անեմ, բերեց, ուրեմն տեսեք, k-ի տեղը գրել է name-ը, այսինքն մեր առաջի պարամետրը, իսկ value-ի փոխարեն գրել է մեր գուրգենին, որը որ երեխեք կներեք մի վայրկյան։ Արեցիք, երեխեք, ձեր մոտ էլ բերեց։ Ասա Երիք ջան։ Չէ, network չէ, մտնում ես application, ուստի ներքևում storage հատվածում կա local storage։ Արել եք երեխեք, բերեց ձեր մոտ։ Ինչ էջ, application չի մտնում։
Հələ նկարի ուղը։ Բայց խի։ Երեխեք, դուք այս բանով եք, չէ՞, մտել մեր սովորական բանով, եկել եք, այս run եք արել, չէ՞, ձեր index.html ֆայլը։ Հետո գալիս եք inspect, հետո գալիս եք application, հետո այս ներքևում local storage կա։ Այս մեկը բացում եք առաջինը, ու այս ներքևը ֆայլ կա։ Իմ ֆայլը նոր թռավ։ Հələ։ Ինչ է, կա ջնջել։ Այս ինչ է, որ երեխեք։ Իմ մոտը փչացավ։ Այլ ջան։ Չէ, չի նամիկ ջան, մի վարքան լսի։ Հա, բայց նոր բերել էր storage, այս ինչ է եղել, որ մաքրվել է application 0 byte data including particle service. Yeah. Հələ մի րոպե, երեխեք կարող է ստպտի։ Local storage get set item փակագիծ page եւ մսխիչ չի անում։ Նո, բերել էր, ինչ եղավ։ Իր մեջ է կարող գրես սենց, բայց մի հատ և տեսեք բերեց, երկրորդս բերեց մի անգամից, բայց առաջինը չեր հասկանում, եկեք սա, ինչ ես բերել, ձեր մոտ երեխեք, տեսեք ես գրեցինք մի հատ, հետո բերեց, ոնց որ բաներ եղել, խախտվել էր մի բան մոտը։ Ոչեմ, ես local storage-ը մի հատ database է, մեր բրաուզերի մեջ տրված, մեզ հնարավորություն, որտեղ մենք կարանք պահենք ինֆորմացիա։
Երեխեք, իրականում սենց ինչ-որ մի հատ արագ բան թեստելու համար, եթե դու հլը back-end-ը չի եղել, բայց հլը դու սկսել ես մի անգամից, ասենք front-end-ը գրել է, ուրեմն բան է տալիս, ինքը ինչ է անում, քեզ թեստինգի տեղ է տալի, որ դու local storage-ում պահես, հետո վերցնես այդ ինֆորմացիան օգտագործես։ Ոնց որ ինֆորմացիան պահելու փոքրիկ տարածք է քեզ տալիս, հա, 5-ից 10 մեգաբայթ հիշողության ծավալով։ Ուրեմն, եթե դու ունես արդեն local storage-ում պահված ինֆորմացիա, որը պահում ես local storage.set item-ի միջոցով, եկեք բան անենք, հա, մի հատ էլ ինֆորմացիա հələ պահենք, հասկանանք, հիմա ոնց կանենք, set item, ուրեմն կտանք city, ստորակետ, ուրեմն Երևան, հիմա հասկանանք, հա, երորդն էլ բերում է, թե ոչ, հա, հեսա բերեց, city Երևան, ու սենց այս scrolling-ով եկեք մի քիչ իրան բացենք, որպեսզի հաջորդիվ նորից ինչը որ ավելացնենք, ուրեմն, set item-ի միջոցով մենք ինֆորմացիան կարողանում ենք տեղադրել local storage-ի մեջ, այսինքն local storage.set item, ու փակագծի մեջ տալիս ենք առաջի որպես պարամետր key, երկրորդ պարամետր որպես value, ու նման ձևով էլ ինքը տանում է իր հիշողության տիրույթում, պահում է այդ ամեն ինչը։ Ոնց ենք մենք տվյալներ վերցնում local storage-ից, ուրեմն, երեխեք, local storage-ից տվյալները վերցնում ենք local storage get item, հակագծերի մեջ գրում ենք, երեխեք ջան, մեր key-ը, ուրեմն, ասում ենք, որպեսզի վերցնի name-ը, հիմա, այս, ուրեմն, սա վերցնելու ձևն է, մենք ինչ-որ մի հատ փոփոխական իրան կվերագրենք, let name-ը հավասար է local storage get item ու կասենք console log name։ Հիմա գնանք հասկանանք console-ում կբերի, թե ոչ։ Բերեց։ Այսինքն մեր local storage-ում պահված ինֆորմացիան վերցնելու և օգտագործելու համար օգտագործում ենք get item մեթոդը, որը գրում է local storage get item ու որպես պարամետր մի պարամետր ընդունում, երեխեք իրան պետք է մեզանից, որ մենք տանք իրան key-ի անունը, ինքը ասում է տվեք ինձ key-ի անունը, ես կվերադարձնեմ ձեզ value-ն, իր դիմացը գրված արժեքը։ Ուրեմն, եթե մենք ուզում ենք մի հատ item ջնջենք local storage-ից, դրա համար պատասխանատու է local storage get remove item, ուրեմն մեթոդը։ Ես կարամ ստեղից գրեմ local storage get remove item, ուրեմն remove item ու ասում եմ ջնջի մենակ, ուրեմն city-ն։ Remove item եմ արել արդեն։ Երբ որ age-ը refresh անեմ, մտնեմ application, ուրեմն age-ն ու name-ը կմնան, իսկ city-ն կորա։ Հիմա կարամ գամ ստեղից, ասեմ, որ գիտես ինչ, local storage get remove item ու թող ջնջի age-ը։ Երբ որ refresh անեմ, age-ն է կջնջվի։ Այսինքն ջնջել մեկ item, դրա համար պատասխանատու է remove item-ը։ Ջնջել ամբողջ local storage-ը ջնջելու համար, գոյություն ունի local storage get clear հրամանը, որը ջնջում է ամբողջ browser-ի storage-ը, տվյալ սայթի համար։ Ուրեմն, եկեք մի հատ էլ ավելացնենք ինֆորմացիա, որպեսզի երկու հատ լինի ու համոզվենք, որ մի հատը չի ջնջում, այլ ամբողջականն է ջնջում։ Remove item-ը ջնջում է մեկ item, որի որ key-ը դու տալիս ես։ Եթե ես տեղ ավելացնեմ ևս մի հատ set item ու ասեմ, որ ուրեմն price արժեքը ստորակետ ու ասեմ, չգիտեմ, 3500, սա կգնակ ավելացնենք, ճիշտ է։
Ուրեմն ավելացրեց name-ի տակից price 3500։ Հիմա եթե ես կանչեմ local storage get clear ու դնում եմ ուղղակի փակագծեր։ Ֆունկցիան կանչելու համար։ Հիմա եթե գնամ, refresh անեմ, երկուսն է կջնջվեն։ Սա անում է այն գործողությունը, ինչ որ անում է այս կնոպկեն կամ button-ը, չգիտեմ ոնց ուզում ենք ասենք, այս icon-ը ջնջելու։ Ինքը ամբողջությամբ ջնջում է։ Եթե ուզում ենք կոդի միջոցով տանք այդ հրամանը, գրում ենք local storage get clear։ Այսինքն երեխեք ամփոփենք մի հատ local storage-ի հրամանների հատվածը։ Նախ հիշենք, որ local storage-ը մի հատ տարածություն է, որը տրված է մեր բրաուզերում փոքրիկ database, այսինքն ինֆորմացիա պահելու համար, իր մեջ ինֆորմացիա ավելացնելու համար օգտագործում ենք set item-ը, իր մեջից set item ու իրան տալիս ենք երկու փոփոխական, ինքը երկու պարամետր է մեզնից ուզում։ Առաջի պարամետրը k-ն է, որի միջոցով պետք է պահի, քանի որ local storage-ի հատվածում երկու տեղ կար, k ու value։ Առաջի պարամետրը ինքը մեզնից պահանջում է k-ը, k-ի անունը, երկրորդ պարամետրը սպասում է value, արժեքն է սպասում։ Ուրեմն local storage-ից արդեն local storage-ում պահած ինֆորմացիան վերցնելու համար օգտագործում ենք get item-ը։ Get item-ը մեզնից ուզում է մեկ ինֆորմացիա, եւ այդ մեկ ինֆորմացիան իր համար k-ն է։ Այն k-ը, որը որ պահվել է։ Երբ որ մենք գրում ենք local storage get item ու տալիս ենք k-ի անունը, ինքը մեզ վերադարձնում է տվյալ k-ի իմացի գրված value-ն։ Եթե մենք ուզում ենք ջնջել մեկ ինֆորմացիա, այսինքն մի հատ item local storage-ից, մենք գրում ենք local storage remove item ու տալիս ենք այդ item-ի այն ինչը որ ուզում ենք ջնջել, իր k-ի անվանումը։ Ու այդ k-ն ու value-ն ինքը հանում է ջնջում է local storage-ից։ Եթե ուզում ենք ամբողջական ինֆորմացիան դատարկենք local storage-ի մեջից կամ այս ջնջելու կնոպկային ենք սխմում, կամ եթե ուզում ենք դա անել ծրագրային, գրում ենք local storage get clear, որը ամբողջապես ջնջում է բրաուզերի local storage-ը տվյալ սայթի համար։ Ուրեմն, եթե մենք ուզում ենք, երեխեք ջան, object պահել local storage-ում, local storage-ը պահում է միայն string, այսինքն չի աշխատի հետևյալ մեթոդը, եթե ես գրեմ օրինակ, եթե ես ունենամ let user object-ը, որը որ բաղկացած է 2k-ից ու 2 value-ից, օրինակ, name-ը տրված է, չգիտեմ, Աշոտ, age-ը տրված է 35։ Ուրեմն, եթե ես ուզենամ հետևյալ օբյեկտը պահեմ local storage-ում, ուղղակի ինքը չի անելու, մենք չենք տեսնելու այս ինֆորմացիան, local storage-ի մեջ չենք տեսնելու այս ինֆորմացիան, պահելու համար պետք է գրեի local storage get set item, գրում եմ, ուզում եմ պահեմ user k-ով, get ու user-ը, իմ օբյեկտը։ Ուրեմն, ինքը ինֆորմացիան պահելու է object ձևով, երեխեք։ Տեսեք, գրել է k-ի անունը, ստեղ դրել է object։ Արդյունքը լինելու է object։ Ուրեմն ճիշտ ձևը հետևյալ օբյեկտը պահելու համար պետք է մենք կատարենք JSON get stringify։ Այսինքն հետևյալ տողը փոխվում է հետևյալ ձևով։ User, հաջորդը պետք է գրենք user k-ով պահելու ենք, ուրեմն մեր իմացած JSON get stringify փակագծերի մեջ գրում ենք user, այսինքն մեր օբյեկտը, որը դարձրեց string ու արդեն տեսեք պահեց user ու իր մեջ պահեց name-ը Աշոտ, age-ը 35, այսինքն օբյեկտը մենք կարողացանք տեղավորել value-ի մեջ։ Դա կարողացանք անել, երեխեք ջան, JSON get stringify մեթոդի միջոցով։ Եթե ես ուզում եմ
վերցնել ես ինֆորմացիան, պահում եմ ստեղ, հաշվեք սա backend-ն է երեխեք, մենք պահում ենք ստեղ, հիմա ունեմ ես user, որի դիմաց կա value ու value-ն հետևյալ ձևով է, եթե ես ուզում եմ վերցնել, դա պետք է անեմ JSON-ից դեպի object գնացող ճանապարհով, իսկ դա անում եմ JSON parse-ի միջոցով, հիմա գրում եմ let data եմ ստանալու, որը որ հավասար է local storage get item ու գրում էի k-ի անունը, ճիշտ է, k-ը մեր user-ն է, ու գրում եմ let user new հավասար է JSON get parse եմ անում ինչը data-ն, console log, արդեն back-ից վերցված ինֆորմացիա, console log, user-ի get name-ը, գնանք հասկանանք, կա Գուրգենը, չէ, մենք Աշոտին ենք վայել, Գուրգենը վերևի կոնսոլներից է 24-ում, 43-ում, հա, սյո, կար ինվորմացիան, երեխեք, երբ որ մենք ուզեցինք օբյեկտ ուղարկենք ու local storage-ում պահենք, օգտագործեցինք նորից մեր իմացած JSON string-ի ֆայլը, այսինքն դա նրա արդյունքն էր, որ մեր local storage-ը պահում է միայն string, այսինքն նա ինքը չի աշխատի այն ձևով, եթե մենք ուզենայինք ուղղակի օբյեկտ անենք առանց string-ի ֆայլ անելու, մենք պարտավոր ենք մեր օբյեկտը JSON get string-ի ֆայլ անենք, սարքենք string, նոր տանենք պահենք մեր local storage-ում, հետո եթե մենք ուզում ենք վերցնել այդ պահված ինվորմացիան օգտագործենք, որը մեր այս պարագայում ձևափոխված օբյեկտն է, մենք վերցնում ենք այդ string-ը, վերցնում ենք parse ենք անում, սարքում ենք օբյեկտ ու դրանից հետո կարողանում ենք օգտագործել նոր իրեն։ Պարզել երեխեք ջան այս ամեն ինչը։ Երեխեք, JSON string-ի file, JSON parse, local storage ու իրա մեթոդներից հարցեր ունենք, պարզեր ամեն ինչ։ Դե լավ է, որ պարզել։ Այս ուր են երեխեքը։ Վայ։ Հայրամ ջան, շուտվանից եք դուրս եկել, այսինքն շուտվանից էր անջատվել։
Մինչև որ մասը, այդ local storage-ի հատվածը լսել եք։ Ենք ու լրից։ Ես էլ ասում եմ, հիչ եք պատասխանում, երեխեք, ասում եմ, խոսում, երեխեք, որ մասից անջատվեք, ասեք, ուր ենք հասել։ Այս local storage-ի հատվածների մասին լսել եք։ Ու ես մենակով խոսացել եմ, ես էլ ասում եմ, ինչի չեն արձագանքում ոչ մեկ։ Այսինքն այս set item-ից հետո չենք արել էլ։ Ես էլ ասում եմ, ինչ ոչ մի արձագանք չկա։ Երեխեք, local storage-ը, ասեցի չէ ինչ հատված է browser-ում նախատեսված։ Մտնում ենք application, ստեղ կա storage հատված, որտեղ կա local storage, որի մեջ պահվում է key ու value։ Ուրեմն, իրա մեջ ինֆորմացիան պահվում է մոտ 5-ից 10 մեգաբայթի չափով։ Էդի մեր համար առանձնացված մեր բրաուզերում, ուրեմն առանձնացված մի հատ տարածք է, որը իրա մեջ 5-ից 10 մեգաբայթ դատա է պահում, հա։ Կարանք մենք այդ դատան պահենք իրա հետ աշխատելու համար։ Եթե դեռ back չունենք, կամ չգիտեմ, ինչ-որ մի հատ խնդիր ունենք, կամ ինչ-որ մի բան թեստելու համար։ Այս local storage-ը մեզ հնարավորություն է տալիս, որ մենք այդ տարածքում կատարենք այդ գործառույթը։ Ուրեմն, local storage-ում ինֆորմացիա պահելու համար օգտագործում ենք set item-ը։ Set item-ը գրելով local storage get set item, երբ որ գրում ենք, առաջի պարամետրը ինքը մեզանից պահանջում է key-ը։ Երկրորդ պարամետրը պահանջում է value-ն։ Ուրեմն երկու պարամետր ենք իրան տալիս, key ու value։ Եկեք մի հատ նորից այս ամեն ինչը անենք, հա։ Ուրեմն, local storage-ում ինֆորմացիա պահելու համար գրում ենք set item ու տալիս ենք առաջի պարամետրը key-ը, name, երկրորդ պարամետրը տալիս ենք value։ Հիմա որ գնանք մեր local storage-ի մեջ, տեսնենք, մենք արդեն կունենանք այդ ինֆորմացիան, հա, name ու գուրգեն։ Տեսեք երեխեք, ես redactor-ի մեջից այն օբյեկտներ ջնջեցի, բայց ինքը իրա մեջ պահել է։ Հիմա ստեղ կարամ պահեմ ու delete անեմ։ Սենց ինքը ջնջում է։ Եթե ուզում եմ մի հատը ջնջեմ։ Եթե սա անեմ, հա, ինքը արդեն բոլորը կջնջի։ Հիմա local storage-ի մեջ ինֆորմացիա ավելացնելու համար օգտագործում եմ set item-ը։ Set item-ը ասեցինք, որ արդեն երկու պարամետր է մեզնից սպասում։ Երիքն էլ աստե։ Ուրեմն երկու պարամետր է մեզնից սպասում։ Առաջինը key, երկրորդը value։ Եթե ես ուզում եմ, ուրեմն local storage-ի մեջից ինֆորմացիա վերցնեմ, արդեն պահպանված։ Ունեմ local storage-ում ինֆորմացիա, ճիշտ է։ Ստեղ կա name ու դիմացը գրված է գուրգեն։ Եթե ես ուզում եմ ինֆորմացիան վերցնեմ local storage-ի մեջից, հայտարարում եմ մի հատ փոփոխական name, որը որ հավասար է local storage get item, այսինքն get item-ի միջոցով եմ ես ինֆորմացիա վերցնում։ Ու ինքը ինձանից պահանջում է մի հատ պարամետր, ու այդ պարամետրը key-ն է։ Տալիս եմ name, այսինքն name key-ով պարամետրն եմ տալիս իրան։ Ինքը գնում է, բերում է ինձ վերադարձնում է այդ key-ի դիմացի value։ Այսինքն բերելու է ինձ վերադարձնի գուրգենը, հա, console log կանեմ իմ name-ը։ Ուրեմն, ինֆորմացիա տեղադրում ենք set item-ի միջոցով, ինֆորմացիան վերցնում ենք get item-ի միջոցով։
ի տարբերություն տեղադրելուն, վերցնելու ժամանակ միայն գրում ենք այն k-ը, որի ինֆորմացիան մեզ պետք է։ Ինքը հիմա գնում է այս name k-ով, հա, name k-ից վերցնում է իր դիմացի գրած վայլուն ու վերադարձնում է մեզ։ Console log-ի մեջ արդեն տպել է։ Այսինքն մենք համ կարողացանք ինֆորմացիա տեղադրենք, համ ինֆորմացիա վերցնենք local storage-ից։ Եթե ուզում ենք ջնջենք մեկ item, եկեք մի քանի հատ ուղղակի sense բան գրենք, հա, name-ի փոխարեն կգրեմ age, ստեղ կգրեմ, չգիտեմ, 45, ստեղ կգրեմ, ուրեմն city ու ստեղ կգրեմ Երևան։ Հիմա local storage-ից մեջ, application, local storage-ից մեջ ունեմ 3 ինֆորմացիա։ Եթե ես ուզում եմ ջնջեմ մեկ հատը, այսինքն այս ինֆորմացիաներից մի հատն եմ ուզում ջնջեմ, երեխեք, օգտագործում եմ remove item, հա, մեթոդը։ Գրում եմ local storage get remove item, հակակցերի մեջ գրում եմ նորից k-ը, իսկ k-ը գրելով արդեն ջնջում եմ ես այդ տողը ամբողջությամբ։ Ու գրում եմ, չգիտեմ, թող ջնջի age-ը։ Որպեսզի մեջտեղից ջնջի։ Ամենավերևում է age-ը, սարքե, որտեղ ինքը local storage-ում երեխեք դասավորվում է այբենական կարգով։ Հիմա եթե ես refresh անեմ, age-ը կկորի, որովհետև ես remove item եմ արել։ Հələ local storage-ում ունեմ 2 item։ Եթե ես ուզում եմ ամբողջական դատարկեմ իմ local storage-ը, գրում եմ local storage get clear։ Ու փակագիծ եմ դնում։ Ինքը էլ ինձնից պարամետր չի ուզում, որովհետև ինքը գիտի մի գործառույթ, որ գնալու է ընդհանուր local storage-ը ջնջի դատարկի։ Երբ որ refresh տամ, local storage-ում ոչ մի բան չի մնա։ Սա անում է նույն գործառույթը, ինչը արդեն բրաուզերի մեջում դրված է, երեխեք, այս կնոպկն են։ Եթե մենք ուզում ենք դա կոդի միջոցով անենք, ուրեմն դա գրում ենք local storage get clear այս հրամանի միջոցով։ Ուրեմն local storage-ում կարող ենք ինֆորմացիա պահել, կարող ենք այդ ինֆորմացիան վերցնենք, պահում ենք set item-ի միջոցով, վերցնում ենք get item-ի միջոցով։ Պահում ենք, պահելուց իրան տալիս ենք 2 պարամետր, առաջինը k-ն է, երկրորդը value-ն է, վերցնելուց վերցնում ենք միայն k-ի միջոցով ենք վերցնում ու մեզ վերադարձնում է արժեքը, իսկ remove item-ի միջոցով մենք ջնջում ենք մեկ հատ item-ը, որի որ k-ը տալիս ենք իրան։ Իսկ ամբողջական ջնջելու դեպքում մենք ուրեմն օգտագործում ենք local storage get clear հրամանը, որը որ նույն մեր բրաուզերում դրված այս կնոպկի գաղափարն է կատարում, հա։ Ուրեմն, քանի որ local storage-ը պահում է միայն string, երեխեք ջան, եթե մենք ունենանք ինչ-որ մի հատ օբյեկտ, արդեն աշկս վախեցել է, գիտեք, կապի մեջ եք թե չէ։ Պարզ էր local storage-ի հետ կապված, երեխեք, ինքը ինչի համար է նախատեսված իր մեջ, ոնց ենք ինֆորմացիա տեղադրում, վերցնում, ջնջում, այդ ամեն ինչը, պարզ էր։ Շատ լավ։ Հիմա ի տարբերություն, չգիտեմ, եթե մենք ինչ-որ միտեղ ուզենանք օբյեկտ բան պահենք, local storage-ում մենք չենք կարող, քանի որ իր մեջ միայն մենք կարող ենք պահենք string։ Եթե ես գրեմ, օրինակ ունեմ մի հատ user object։ Այս user object-ը ունի name ու դիմացը գրված է, չգիտեմ, աշոտ։ Ու գրված է age, age-ն է գրված է 40։ Եթե ես ուզեմ այս իմ օբյեկտը, երեխեք, պահեմ local storage-ում, չի լինելու ու չի ստացվելու, որովհետև local storage-ը միայն string է ընդունում։ Գրում ենք local storage get set item, առաջի պարամետրը տալիս ենք k-ը, user, իսկ երկրորդ պարամետրը տալիս ենք ուրեմն մեր user, այսինքն մեր օբյեկտը։ Սա չի աշխատելու, local storage-ում ունենալու ենք user k, իսկ իր դրա վրա դիմաց գրված value-ն լինելու է object։ Ուրեմն object, ինքը չի կարդում։ Բայց որպեսզի մենք այս խնդրից դուրս գանք, երեխեք, օգտագործում ենք JSON string-ի file։ Այսինքն հետևյալ տողը, որը պահում է local storage set item,
ինֆորմացիան local storage-ում տեղադրելու համար ձևափոխում ենք հետևյալ ձևով։ Ասում ենք user key-ի դիմաց պահիր, երկրորդ պարամետրը որպես value մենք իրան կտանք JSON get stringify հակագծերի մեջ գրում ենք user այս JSON get stringify-ը մեր օբյեկտը սարքում է string ու հիմա որ գնանք նայենք local storage-ում մեր ինֆորմացիան արդեն տեղադրված կլինի name Աշոտ երեխեք օբյեկտի տեսքով age-ը 45 իր value-ի մեջի item-ներն էլ ինքը այբենական կարգով դասավորում Եթե մենք ուզում ենք, երեխեք այս սա իմ են ասած այն նույնն է, որ մենք back ենք ուղարկում ինֆորմացիա իրան stringify ենք անում, նոր ենք ուղարկում, իսկ ստացած ինֆորմացիան parse ենք անում, վերցնում ենք։ Այսինքն, եթե ես local storage-ում ունեմ հետևյալ ինֆորմացիան, ու հիմա էլ ուզում եմ այս ինֆորմացիան վերցնել որպես օբյեկտ օգտագործել։ Ոնց եմ անելու։ Գրում եմ let data փոփոխական եմ հայտարարում, որը որ հավասար է local storage get item ասում եմ մեզ իրան որպես պարամետր տալու եմ k-ը, որի մեջ պահվել է user-ն է դա։ Ուրեմն, ստեղ ասում եմ let new user-ը հավասար է, ուրեմն JSON get parse հակագծերի մեջ գրում եմ իմ data-ն եմ գրում։ Ու արդեն եթե ես console log անեմ, եթե ես console log անեմ, data-ի, new user-ի արդեն, new user-ի, որը որ արդեն դարձավ object, get name-ը, ինձ կվերադարձնի console-իս մեջ Աշոտը, ունեի name-ը Աշոտ, հիմա սա վերցնում եմ console-ի մեջ, Всё, բերեց, Mange-ից 37-րդ տողը, այս 37, console log, new user, get name, այսինքն ես կարողացա իմ local storage-ում պահված ուրեմն string-ից ստանամ object, ու object-ից էլ արդեն դուրս բերեմ իմ name-ը, կամ object-ը մի անգամից տպեմ, new user-ը, որը որ ինձ կվերադարձնի object, prototype-ը object։ Պարզ էր, ինֆորմացիա, եթե ունեմ օբյեկտ ու ուզում եմ դա պահեմ local storage-ում, պարտադիր օգտագործում եմ JSON stringify, որպեսզի իմ օբյեկտը դարձնեմ string։ Իսկ եթե ես ուզում եմ արդեն իսկ local storage-ում պահված իմ string-ի ձևով պահված ինֆորմացիան վերցնեմ ու որպես օբյեկտ օգտագործեմ, դա կատարում եմ JSON parse-ի միջոցով։ Վերցնում եմ get item-ով, JSON parse եմ անում ու օգտագործում եմ արդեն։ Այս էլ local storage-ի հետ կապված, իր մեջ ինֆորմացիա պահել, ջնջել, ամբողջական ջնջելը, ինֆորմացիան վերցնելը, ոնց է տեղի ունենում։ Օբյեկտը ոնց պահենք local storage-ում ու հետագայում արդեն վերափոխված օբյեկտը ոնց վերցնենք իր մեջից։ Ուրեմն, երեխեք, ինչա իրանից ներկայացնում try catch-ը։ Ուրեմն, դա ծրագրի սխալն է, օրինակ, եթե մենք, չգիտեմ, ստե գրենք console log, եթե ես գրեմ console log ու գրեմ x, սա ինչ կտպի։ Undefined? Չէ, error կտպի։ Չի համար, փոփոխականը գոյություն չունի։ Վրեժան, undefined եվ հատպում։ Երեխեք, undefined եվ հատպում։ Շատ ճիշտ է։ Այսինքն հայտարարել ենք փոփոխական, բայց փոփոխականին արժեք չենք վերագրել։
Այդ պարագայում, եթե ես ուզենամ այդ փոփոխականը տպեմ կամ օգտագործեմ ինչ-որ միտեղ, այդ փոփոխականը իմ ամբողջ կոդի մակարդակով undefined է, այսինքն հայտարարված, բայց արժեք չվերագրված։ Ուրեմն, քանի որ x-ը գոյություն չունի, բնականաբար կտպի error։ Եկեք մի հատ գնանք համոզվենք, որ այո, error-ը տպում, reference error-ը, x is not defined։ Ուրեմն, տպեց այս error-ը։ Ուրեմն, հիմա try catch-ը նախատեսված է նրա համար, որպեսզի բռնենք այդ սխալները։ Ուրեմն, իրա մարմինը գրվածքի ձևը հետևյալ ձևով է երեխեք, գրվում է try, ձևավոր փակագծեր, ստեղ գրվում է կոդի մարմինը։ Եթե կոդի մարմնի մեջ չի գրվում, ստեղ ընկնում է catch-ի մեջ, catch։ Ուրեմն, իրան որպես պարամետր տրված է error, error, всё։ Ուրեմն, ստեղ էլ մենք արտապատկերում ենք, այսինքն handle error ենք գրում։ Սա իրա սովորական ձևն է երեխեք, handle error, հետևյալ ձևով։ Այսինքն, տեսեք, մեծ պրոյեկտները ու ընդհանրապես մեծ կոդերը ամենայն հավանականությամբ, որ մի, չգիտեմ, 70-80%-ը հիմնականում գրվում են try catch-երի մեջ, որպեսզի այդ error-ները ստանան ու բռնեն, հանկարծ թույլ չտան, որ այդ error-ները լինի։ Օրինակ, ես մեր կոդի հետ կապված ոնց կարանք գրենք։ Try-ի մեջ գրվում է կոդը, այսինքն գրելու ենք console log x, catch-ի մեջ error-ը փոխանցած, ու ստեղ console log-ով գրում ենք console log-ով գրում ենք սխալ կա։ Տես, ուրեմն try catch-ով մենք բացառում ենք, որ հիմա տեսեք console log x արեցինք ու հետո console log x արեցինք try catch-ի մեջ, ճիշտ է, x-ը հայտարարված չէր, բնականաբար error է շպրտելու, բայց մենք try catch-ի մեջ փաթաթելով այլևս թույլ չտվեցինք, որ այն ֆունդամենտալ error-ը երևա մեր կոնսոլում։ Մենք catch-ով ցույց տվեցինք մեր իսկ ձեռքով գրված error-ը։ Արդյունքում գրվեց մեր գրած սխալ կան։ Այսինքն նույն ձևով մենք կարանք ընդհանուր աշխատող կոդի մարմինը գրենք try-ի մեջ, իսկ catch-ի մեջ գրենք հավանական error-ների մասով։ Ուրեմն, եկեք մի հատ, սենց, չգիտեմ, մանյովրնի բան անենք, ուրեմն, try catch-ի մեջ եկեք կոդ գրենք ու հասկանանք, թե ինքը ինչի կաշխատի կամ չի աշխատի։ Ուրեմն, try-ի մեջ գրում ենք, ուրեմն, set timeout, փակագծի մեջ գրում եմ function, ստեղ կգրեմ throw, կասեմ, ստեղծի new error, Այս ինչ են, աստե չի պակվում, դե է պակվում, սյո, հիմա ստեղ գրում եմ 3000, 3 վարկյան հետո թող աշխատի, իսկ ստեղ catch-ի մեջ գրում եմ, եսի try-ներ, հիմա ստեղ գրում եմ catch, ստանում է error,
console log կանեմ, error։ Ուրեմն, ինչա լինելու երեխեք, ստեղ catch-ը չի բռնելու error-ը, ինչի համար, ուրեմն, տեսեք ստեղ error եմ տվել է set timeout-ի միջոցով, բայց ստեղ catch-ը չի բռնելու իմ error-ը, քանի որ set timeout-ը աշխատում է անսինխրոն, այսինքն try-ն արդեն ավարտվել պրծել է, ուրեմն, ուստը չի աշխատելու սա, մի վայրկյան, չի աշխատելու, catch-ի մեջ չի ընկնելու սա, ինչ բերեց, այսի 42-ի տողի մեջ, ինչ ասում 42 տողի, throw new error-ն է, ուրեմն, ինչի համար ինքը տենց չի աշխատելու երեխեք, քանի որ set timeout-ը աշխատում է անսինխրոն է աշխատում, իր անսինխրոն աշխատելու արդյունքում, արդեն try-ն արդեն ավարտվել է, դրա համար է catch-ի մեջ չի ընկնում, իսկ սրա ճիշտ տարբերակը գրելու հետևյալն է, ուրեմն գրում ենք set timeout, եթե մենք ուզում ենք հետևյալ ձևով գրենք, ուրեմն set timeout, ուրեմն ստեղ գրում ենք function, իրա մեջ գրում եմ try, throw-ն բերում եմ ստեղ, try-ի մեջ, ես գրում եմ հետևյալ ձևով, throw new error, ստեղ փակագծի մեջ գրում եմ went wrong, գիտեմ սենց մի հատ message, try-ից հետո catch-ը, եկեք ստեղ գրեմ ստորակետ 3000, ինչ ասում, try catch, catch-ն էլ սպասում է error, ասում ենք console log, error, երեխեք, իրոպե, error, get message, հիմա այս մեկը կփակեմ, հիմա հասկանանք այս մեկը ոնց կաշխատի, went wrong, ուրեմն 3 վայրկյան հետո եկավ, ու իրա այս անսինխրոնության համար երեխեք, քանի որ set timeout-ը անսինխրոն է աշխատում, անսինխրոնը որն է, որ այսինքն ինքը հերթականությամբ չի անում այդ ամեն ինչը, իրան տրված է 3 վայրկյան, 3 վայրկյանը տրված չլինի երեխեք, set timeout-ը, set interval-ը, սինխրոն աշխատող ֆունկցիաներ են, ու երբ որ համակարգը սկսում է աշխատել, կոդը, երբ որ կարդում է այդ կոմպիլյատորը կոդը կարդում է, իրանց որպես անսինխրոն աշխատող ֆունկցիաներ լրիվ ուրիշ տեղ է դնում, այսինքն դնում է սպասման փուլում, իրանք սպասում են մինչև console log-երը ու նմանատիպ ֆունկցիաները, սովորական ֆունկցիաները, function declaration-ները, սովորական ֆունկցիաները, ամեն ինչը աշխատում վերջանում են, նոր ըստ հերթականությամբ, թե այդ սպասման փուլում այդ հերթականությունը ոնց է ինքը դասավորել, արդեն դրանից հետո ըստ հերթականության նոր ինքը անսինխրոն ֆունկցիաներին կանչում է դեպի աշխատելու, համ իրանց արդեն այդ ժամանակահատվածն է վերջացած լինում, օրինակ եթե set timeout-ին ես տվել եմ 3 վայրկյան, ինքը չի կարա սինխրոն գործողություն լինի, ինքը անսինխրոն է, քանի որ ինքը ես իրան դրել եմ, որ ինքը 3 վայրկյան հետո ինքը աշխատի։
Դրա համար իրանք ասինխրոն գործողություններ են։ Ուրեմն try catch-ը նախատեսված է հիմնականում հիշում ենք նրա համար, որ try-ի մեջ գրում ենք կոդի մարմինը աշխատելուց վերջացնելուց հետո, եթե կոդի մարմնում սխալ կա, catch-ը բռնում է այդ error-ը ու արտապատկերում է։ Այսինքն մեծ կոդերը բանը շատ հնարավոր է, որ փաթաթվեն try catch-ի մեջ, այսինքն error-ներ բռնելու համար է ինքը հիմնականում նախատեսված։ Հիմա խնդիր։ Ուրեմն խնդրի պահանջը ասում եմ և դուք լուծում եք։ Ուրեմն ստեղծել օբյեկտ, որը ունենա name, ստորակետ, name, age, city ու profession։ Ուրեմն հետևյալ k-երով մի հատ օբյեկտ եք ստեղծում ու պահում եք local storage-ի մեջ։ Նենց որ local storage-ում նորմալ արտապատկերվի։ Ստեղծել օբյեկտ հետևյալ k-երով և այն պահել local storage-ում։ Պարզե՞ր պայմանը։ Ուղարկի վրեժ կոդերը։
Ես է կնայեմ մի վարկյան։ Ստուկ է local storage-ում, եթե չկա name key-ով, name key, ապա ավելացնել այդ key-ը key-ով։ Արժեք ավելացնել այդ key-ը իր արժեքի հետ միասին ուղղակի ավելացնել այդ key-ը իր արժեքի հետ միասին local storage-ում ավելացնել Հրեշ ջան, ես երկրորդն էլ արա մեկը նայեմ մի հատ local storage get set item OBJ JSON stringify արած object Ճիշտ է Չէ, մինչև դա անելը Հրեշ լսում ես մինչև դա անելը վերցնել երկրորդ պայմանը վերցնել local storage-ից վերցնել օբյեկտը ու տպել կոնսոլում name-ը Ճիշտ է Արիկ ջան, հիմա local storage-ից վերցնում ես օբյեկտը ու տպում ես կոնսոլում իր name-ը
Երեխեք ձեր մոտ չի լինում։ Այսինքն կոնսոլում չի տպում, թե local storage-ում տար է դրել է ինֆորմացիան։ Get item-ի ժամանակ ինչ-որ փոփոխական եք, չէ՞ վերագրում։ Երբ որ պետքա get item անեք, վերցնեք, պետքա ինչ-որ փոփոխականի վերագրեք, ճիշտ է։ Այս ինչ-որ փոփոխական, հա, ինչ-որ փոփոխականի վերագրենք, նոր parse անենք, կամ կարանք parse-ում էլ դնենք սա, բայց ինչ-որ նոր փոփոխականի ուրեմն պետքա էլի վերագրենք, որ այդ փոփոխականի get name-ը տպենք, որ տպի։ Մի հատ կուղարկես մանեջեր։ Հավրեջ։ Ինչ անենք։ Դու առաջինը վերջացրել ես։ Վերցնենք local storage-ից օբյեկտը ու տպենք console-ում name-ը։ Stringify արել, let user make a JSON parse։ Հիմա չի տպում սա։ Դե ուրեմն առանձին հələ բանով արա, հա, Մանե ջան, մի հատ sense փոփոխականով առանձին արա, get item։ Էր քո մոտ արել է։ Վրեժ քո մոտ բերեց data-ի name-ը։ Չէ, նույն բանն են գրել, Մանե ջան, իրանք էլ են նույնը գրել, պիտի բերեր կոնսոլում։ Ինչ-որ error բան գցում, ա գոնե։ Բերեց։ Տեսա։ Հիմա երկրորդ։ Այս նշածս։ Հա, բա ոնց։ Բայց խի չանես։ Բայց դա ստուգել ես։ Local storage-ում եթե չկա name key, ապա ավելացնել այդ key։ Չէ, նայեցի, ճիշտ է, նայել եմ։ Չէ, ասեցի։ Յո, ճիշտ է, երկուսի մոտ է ճիշտ։ Հա, երեխեք, ձեր մոտ չի ստացվում։
Եկեք այդ առաջինը իրար հետ գրենք, հա։ Ասում է ստեղծել օբյեկտ հետևյալ քեյերով եւ այն պահել local storage-ում։ Ինչ ենք անում ուրեմն։ Ստեղծում ենք մի հատ օբյեկտ։ Չգիտեմ, let user ասենք, չգիտեմ, մի հատ օբյեկտ ենք ստեղծում։ Let ինչ error-ա, որ Միլենա ջան կասես։ Error-ը, ինչ error-ը ասում, ինչ ասում։ Որ տողում ասում ու դու արդեն պետք է հասկանաս error-ը, ինչա մոտավոր քեզանից ուզում։ Լավ, արի իրար հետ գրենք, հա, այս մի հատը։ Ուրեմն, let user, որը որ հավասար է, մի հատ օբյեկտի, ունենք user new ուրեմն, հավասար է, ուրեմն պտի ունենա հետևյալ քեյերը, սենց, ուրեմն name-ը կտանք, Գարիկ, age-ը կտանք, 22, setting կտանք, Երևան, profession-ը կտանք, developer, Տես տվակետը չմիր, ունենք հետևյալ օբյեկտը, հիմա մեզ պետք է, որպեսզի այս օբյեկտը տանենք ու local storage-ում դնենք, քանի որ երեխեք ջան, local storage-ում միայն դրվում է string, դրա համար մենք պետք է, որպեսզի օբյեկտից ստանանք string, իսկ օբյեկտից string ստանալու համար այդ ամեն ինչը կազմակերպում ենք JSON get stringify-ի միջոցով, այսինքն ես պետք է կատարեմ հետևյալ գործառույթը, գրեմ local storage get set item ու գրեմ, առաջինը ինձ set item-ը սպասում էր k-ը, այսինքն կասեմ, որ user պահի, user new, այսը փոքրատար գրենք, որ ավելի պարզ լինի, երկրորդ որպես պարամետր ինքը ուզում է, որ արժեքը լինի, բայց արժեքը պետք է լինի պարտադիր string, այսինքն գրում եմ մեծատար JSON-ը, get, ասում եմ օբյեկտը սարքի string, այսինքն stringify, հակագծերի մեջ ասում եմ այն օբյեկտս, որը որ պետք է սարքի, այսինքն user new, ու հիմա տանում է local storage-ի մեջ վերցնում է, application storage, չստացա, Սկանից հետո երևի գժվել է, հա, հա, պահեց, շատ լավ է, եկեք ստե գրեմ k-ը name, ստեղ դնեմ, again, հիմա հասկանանք ստե ինչի չի պահում,
նորից user new ինչ չի այն մոտը չի JSON get stringify որ տալիս եմ user new local storage get set item անազրվեց դրանից local storage get set item առաջի պարամետրը կտամ age երկրորդ պարամետրը կտամ հասկանանք ես մեկը կպահի չէ մի բան ինչի local storage-ից հետ console-ում ինչ ասում age is not defined main.js բացումն է հիմա որ եմ մյուս անեմ local storage get set item առաջի պարամետրը կտանք ուրեմն user new երկրորդ պարամետրը կտանք JSON get stringify գծերի մեջ new user user new հիմա հասկանանք բայց այն վերևի բաներից էր error կար ընդհանուր կոդում դրա համար չէր աշխատում իմ մաքուր լինի որ այդ error-ներից խուսափենք ուրեմն երեխեք ջան եթե ուզում եք օբյեկտը պահի պետք է JSON stringify անենք եթե ես ուզում եմ այս օբյեկտը վերցնեմ ու այս օբյեկտից տպեմ պետք է հետևյալ ձևով անեմ let data-ն հավասար է JSON get parse local storage get item ու ասում եմ որ k-ով է վերցնելու հա այս նույնը ինչով որ պահել է այս ուստի արդեն console log կանեմ իմ data-ի name get name հիմա որ գնամ console-ից մեջ նայեմ արդեն ունեմ գարիք վերջ այսինքն ինֆորմացիա ոնց դնենք ոնց վերցնենք SRS ընտրի նպատակը Всё, ճիշտ է երեխեք local storage-ում ուղղակի if եք դնում մի հատ checking եք անում եթե get եք անում տենում եք որ ինքը չի վերադարձնում չէ մանե ջան մենք ստեղ բանով չենք get անում get item-ով պետք է k-ը գրենք բայց ստեղ user-ի name-ը չենք գրում պետք է վերցնենք դա բայց ոնց ենք վերցնում որպեսզի օբյեկտը վերցնենք ու քաղենք get item ենք անում բայց ոնց parse արած որ կարողանանք get տնենք ոնց որ սրա վրեն այս սրա վրեն get name կանչեմ այսենց նոր ինքը կհասկանա get name-ը ու սա նոր կդնեմ քո գրած պայմանի մեջ եթե չկա այ քո արածը արդեն ճիշտ է բայց դու չես կարա get item-ի կողքը ուղղակի գրես user get name որտեվ get item-ը քեզանից k է սպասում իսկ k-ը չի կարա get name-ով լինի
Այսենց։ Ես պետք է դնես պայմանիդ մեջ։ Էջան, սենց աշխատում, հա։ Չէ, դու ասում ես դատայի մեջ, եթե հա, այս արդեն վերցրած դատայի մեջ ես հարցնում։ Չէ, ես ընդհանուր էի հարցնում, եթե local storage-ում կա, այսինքն դու zaпрос անես get item-ով, հասկանաս local storage-իդ մեջ name անունով կա, հա, կամ երեխեք, ոչ թե օբյեկտին վերաբերական ավելի ճիշտ, այլ սենց get անենք ու հասկանանք այս name k-ով կա, եթե չկա ավելացնենք։ Всё, երեխեք ջան, այդ խնդիրը կգրեք, ժամանակային առումով չենք տեղավորվում։ Այդ խնդիրն է կգրեք, ես ձեր տնային առաջադրանքները կուղարկեմ local storage-ի հետ կապված, try catch-ի ու JSON parse stringify-ի հետ կապված, այդ տնայինները հիմա կուղարկեմ, 10-ը կներբեռնեմ։ Կնայեք կգրեք, այսօրվա դասը տես թեթև է, կկազմակերպեք, մինչև չորեքշաբթի օրը կհանդիպենք, արդեն կխոսանք ինձ թվում է promise-ներից ու տենց ավելի հետաքրքիր գաղափարների մասին կխոսենք։ Всё, այսօրվա համար այսքանը երեխեք ջան, կհանդիպենք չորեքշաբթի օրը։